Ում պետք է պատժի Փաշինյանը Գյումրիու փառաքարի ձախողումներից հետո։ Այս կապակցությամբ մամուլը ու հատկապես հրապարակ օրաթերթը այս շաբաթ տարբեր մարդկանց էին հանում ՔՊ խմբակցությունից, ՔՊ վարչությունից ու նաև կառավարությունից։ Հրապարակը գրում է. Նիկոլ Փաշինյանը ուշքի չի գալիս վերնագրով մի հոդված։ Այստեղ արդեն օրաթերթը տալիս է ընտրությունների պարտության մեղավորների անունները մարզպետից մինչև վարչապետ։ Իհարկե վախեցած շրջանցում է կամ պատահաբար մոռանում է ամենակարևոր պատասխանատուի անունը։ Հրապարակ օրաթերթը կարծես թե վարչապետի անունից որոշել էր նաև մեսիջ տալ վարչության անդամներին ու գրել էր, որ ՔՊ ապագա վարչությունից դուրս են մնալու հետևյալ անձիկ։ Նոր կազմում չեն լինի Արփի Դավոյանը, Վաղարշակ Հակոբյանը, Սասուն Միքայելյանը, Գնել Սանոսյանը, Արմեն Փամբուխչյանը, բայց բնականաբար գլխավոր ինտրիգը Տիգրան Ավինյանն է։ Կարծես թե այս հոդվածի շահառուն այս ամենը գրել է, որ վերջում ասի Ավինյանը շատ ուժեղ է ու վարչապետին լարի Ավինյանի դեմ։ Ավինյանի մասին մի շատ հետաքրքիր հոդված է հայտնվել ժողովրդի էջերում այսպիսի մի վերնագրով։ Դատախազը կգնա Տիգրան Ավինյանի հետևից, անիվ հիմնադրամի 25 միլիարդ թալանի անունները։ Այս հոդվածով էլ Ավինյանի թշնամիները ուզում էին վարչապետին լսեցնել հետևյալը։ Ավինյանն էլ իր հերթին նեղ շրջապատում անկեղծացել է իր պլանների մասին, ասելով, եթե իր վրա բարդվի ողջ մեղքը, ապա բոլորի անունները այդ գործով ստիպված կլինի տալ, սկսելով Նիկոլ Փաշինյանից։ Հրապարակն օգտվելով Գյումրու ընտրությունների շուրջ սպասվող չիստկաներից որոշեց առիթն օգտագործել ու վարչապետին նորից հիշեցնել, որ Անդրանիկ Քոչարյանին ճամփելու ժամանակն է։ Օրաթերթը իհարկե չի բացատրում, թե ինչ կապ ունի Քոչարյան Անդրանիկը Գյումրու ընտրությունների հետ։ Նույն օրը մեկ այլ հոդվածով հրապարակը ապացուցում է, որ ՔՊ խմբակցության երկու խմբավորումների մեջ բացահայտ դիրքավորվել է Քոչարյանի խմբի դեմ։ Թերթը ցանկացած առիթ ման է գալիս խփելու Անդրանիկ Քոչարյանին։ Անհետ կորածների ծնողների հետ կարևոր հանդիպումից ստացել էր այսպիսի մի խայթող վերնագիր։ 6 ժամ հանուն ոչնչի, Անդրանիկ Քոչարյանին հրանգված է եղել չխոսել։ Այս շաբաթ մամուլը պատվերով ու սեփական խաղերով թիրախավորել էր նաև այլ մարդկանց։ Հրապարակը փորձել էր մի խփող հոդված սարքել ԲԴԽ նախագահի գլխին։ Իբր դատարանների հակահրդեհային համակարգ վերազինելը մի մեծ շռայլություն է։ Ժողովուրդը որոշել էր հարվածել Սրփուի Գայլանին, որ իբր նախարարը անհետացել է հայտնի հավաքից ուզված դուրս գալուց հետո։ Հրապարակը Վիտալի Բալասանյանի սրտից հարվածել էր Արցախի ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանին։ Ժողովուրդ օրաթերթը ֆուտբոլային խաղիկների շրջանակներում այս անգամ խփել էր իր իսկ շատ սիրելի Արսեն Թորոսյանին ու մեկ այլ հոդվածով կրկին վարկաբեկել Արմեն Մելիքբեկյանին։ Հրապարակը հանրային ռադիոյի մի երկու բողոքավոր աշխատողների սրտից սևացրել էր ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանին։ Շաբաթվա ամենազավեշտալի պատվերով համերգը իմ կարծիքով դարձյալ գործարար Գրիգոր Տեր-Ղազարյանի դեմ էր։ Նախ մի մեծ զավեշտ վերնագրում էր. Գաղտնի հանդիպում եւ կոշտ զրույց Կասկադում։ Ախր ոնց կարող է գաղտնի հանդիպումը անցկացվել Կասկադում։ Այնքան բոլորի աշկի առաջ, որ հրապարակ օրաթերթն էլ պատահական տեսնի հանդիպողներին։ Մնացած զավեշտն արդեն հոդվածում է։ Ռուսական իշխանությունների հետ սերտ առնչություններ ունեցող մի խումբ գործարարների օրերս մեր թղթակիցը պատահաբար նկատել է Կասկադի Շարլ ռեստորանում հոլդինգի սեփականատեր Գրիգոր Տեր-Ղազարյանի հետ բարձր տոնով զրուցելիս։ Ցավոք խոսակցությունը մեր լրագրողին հասանելի չի եղել։ Հոլդինգից էլ հրաժարվեցին մեկնաբանել մասնավոր հանդիպումը, բայց դժվար չէ ենթադրել, որ ռուսները որոշել են այս նախաձեռնությունն էլ փոզմիշ անել կամ իրեն ձեռքը վերցնել, որ Հայաստանում ամերիկացիների ոտքի տակի հողը թուլացնեն ու այստեղից դուրս մղեն։ Այսինքն հոդվածի հեղինակը ոչինչ չի կարողացել լսել խոսակցությունից, բայց որպես արհեստավարժ լրագրող եւ գուշակ կարողացել է լուրջ աշխարհաքաղաքական հետևություններ անել իր չլսածի մասին։ Սովորենք կարդալ հայկական մամուլը։ Պաշտպանվենք պատվերով հոդվածներից։